Հիմնականում Ռուսաստան բեռներ տեղափոխող բեռնատարների վարորդները անգործ մնալու վտանգի առաջ են։ Կամաց շուկան մեր ձեռքից դուրս է գալի։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել են ուզում, որ պարզեն, թե ռուս գործընկերների հետ բանակցություններն ինչ արդյունք են տվել։ Արդյոք հույս կա, որ մեկ տարվա ընթացքում իրենք առաջվա պես կարող են 180 օր մնալ դաշտության տարածքում։ Անցած տարեսկզբին միգրացիոն օրենքում փոփոխություններ արել Ռուսաստանի պետդուման, ըստ որի օտարերկրացիները, որոնք մտնում են Ռուսաստան ոչ աշխատանքային նպատակներով, մեկ տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 90 օր, նախկին 180-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև բեռնափոխադրում անող վարորդներին։ Մարդիկ ոլորտի երևի 50%-ը տանը նստած են, սպասելով ինչ կփոխվի այս 90 օրվա հետ կապված։ Բեռնատարների վարորդների երկրորդ պահանջը գործադիրից իրենց ոլորտը կարգավորելն է։ Նրանց խոսքով օտարերկրյա լոգիստիկ ընկերությունները իրենց նկատմամբ առավելություն ունեն։ Ոչ հարկ են վճարում, ոչ էլ տուրք, դրա շնորհիվ կարողանում են ցածր գին սահմանել ծառայության համար ու մրցակցային առավելություն են ստանում, մինչդեռ իրենք եւ Վրաստանում են մուտքի վճար տալիս եւ Ռուսաստանում, Հայաստանում էլ շրջանառության հարկ։ Մենք Վրաստան մտնելուց մուծում ենք $400 փող։ Ռուսաստան հետ գալուց ճանապարհի փողը ասենք այնտեղ բռնում է $600, $500, բայց նույն ռուսը, նույն վրացին մնում աստը 15000 դրամ է մուծում։ Հարգերը տալիս ենք ժամանակին, տուրքերը տալիս ենք չեն կարող։ Մենք զանգում ենք, ասում ենք, այս բեռը ինչ արժի, ասենք փոխանցումով։ Դեպի բերենք 10% տոնկ չենք տեղավորվում։ Իսկ իրանք ուրիշ ազգերի հետ նալիշկա են աշխատում են։ Ոնց են կարում։ Հարկային դաշտ պետք է բերել օտարերկրյա լոգիստիկ ընկերությունների վարորդներին, պնդում են այս մարդիկ։ Ձեր ցավը տանի, մանցակեդերումը լքել եք, հաշվեք։ Օրվա մեջ 100 հատ բեռնատար անց խոսքի մտնում Հայաստան, հա? 99 այլ երկրի մեքենաներ։ Վստահեցնում են, գործադիրում իրենց խնդիրների մասին անգիր գիտեն, քննարկումներ եղել են, բայց անարդյունք։ Ցելեցին։ Պրոտոկոլային հանդիպում Չփորձեցին հասկանալ, մենք դաժե փորձեցինք, ասենք, աջակցենք, խնդրեցինք իրանք մեզ աջակցեն։ Լոգիստիկայի թեմա։ Այո, որ դառնա մի հարթակ, դառնա վերահսկելի, բայց մենք կսկի կապի հաղորդագրության բաժիններ չունենք։ Հիմա ես մի հատ հարց ունեմ, մենք ինչի իման վրա ենք խաղաղության խաշմերում, կառուցումը ում համար ենք կառուցում։ Կառավարության շենքի մոտ 1 ժամ սպասելուց հետո քորուփոշման հեռանում են վարորդները, երբ պարզվում է, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դուրս է եկել շենքից։ Նրանց այսօր հաստատ չեն ընդունի։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։